Ղուկասյան բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, ավանդույթի համաձայն ամեն երկուշաբթի այս ժամից խոսք եք փոխանցում մեր լսարանին, անդրադառնալով անցած շաբաթվա կարևոր թեմաներին, եւ այսպես մենք երեք տեսակ պղծության երկրորդ արարը Հովանավանքում, այդ ծիսակարգը, որը իրականացվում էր կարգալույց եղած Ստյոպա Սադրյանի կողմից, ինչպես նախորդ շաբաթ Մայրաթորն էր բնորոշել, բռնազավթված Հովանավանքում սրբապիղծ արարողություն է տեղի ունենում Սուրբ Պատարագի անվան ներքո։ Ես խնդրեմ դրան անդրադառնանք, հետո եթե կարելի է ընդամենը 1 րոպե, դուք այս անձի լավ գիտեք, ու խնդրում տեսեք դրան լկտի պահվածքը 3 մեր գործընկերոջ Անի Գևորգյանի նկատմամբ։ Որպեսզի դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող ներողություն։ Եկել եմ խոսամ, որպեսզի դու որպես երկրագնդի ամենանամուսով լրագրող խեղաթուրես Սարգիս Համասեռամով, բայց մի օր ազատորեն վերցնելու։ Այդպիսի բան չեմ ասել, ինքներդ ասաց։ Ազատորեն վերցնելու, ասու դրան մոտ եմ չեմ ուզում լրիվ արտահայտվեմ, կասկածները գրիվ ցրեմ, լրիվ կասկածները, ու մի հատ էլ զնքեմ էլ էսի։ Ձեր կասկածները իրավապաններին ես հրավիրում եմ վարչապետին եւ անան։ Հերո ես մնում ինձանից։ Լավ եմ, ասում ես որ կասկածները Խնդրեմ, դուք սրան լավ գիտեք, ով է, սա հայտնի է, երբ որ գիտեք լավ իմանալը ո՞րն է։ Դե չէ, էպիֆակսոց իհարկե, զզվելի անգամ։ Խնդրեմ, այս նայվեն անձն է, որ ասում էր արցախցիները մերում անում պիտի փրթվեն, մորթվեն, Նիկոլ Փաշինյանի պաշտպանող անհայտ կամ հայտնի սեռական կողմնորոշումով, խնդրեմ։ Չէ, որ սա այլ սեռական կողմնորոշում է, կասկած չկա։ Նկարներ, լուսանկարներ եւ այլն բազմաթիվ։ Բայց այստեղ գիտեք, հետաքրքիր է ինչի թե ինչ է սա խոսում։ Այդ նախորդ միջոցառմանն էլ այդ դևերին երկրպագության Հովանավանքում իրականացնող սա եւս այդպես ինքնագրգռված վիճակով լրագրողների հասցեն ավել պակաս բաներ է խոսում, բայց ասեմ ձեզ, որ սա ինքնին լավ ցուցիչ է, գիտեք, մեզ համար Թովա Փաշինյանի պաշտպան։ Նման զնման են գտանը։ Ես որ ասում եմ աղանդավորներ, միասեռականներ, թմրամոլներ, հարբեցողներ, փառասերներ, արծաթասերներ եւ այդպես շարունակ։ Դե Փաշինյանի շրջապատը դա է։ Դե բնականաբար պիտի պաշտպանեն։ Ժամանակին 18 թվականին հիշում եք Փաշինյանը ոնց էր հեքիաթ պատմում Փարիզի ինչ-որ մի հյուրանոցում, ինչ-որ մի տրանսվիստիտի պաշտպանության, որը ստիփած Հայաստանը լքել է, որտեղ Հայաստանում իր նկատմամբ որոշակի բռնություններ են կիրառել եւ այդպես շարունակ։ Եվ նորից եմ ասում, Փաշինյանը նման զնման են, այս Փաշինյանի շրջապատը է սա։ Բայց այստեղ խնդիրը, ասենք, այս անձը չի, ոչ էլ սկզբունքորեն, ասենք, շատ ավելի քիչ մարդիկ, որոնք այս կիրակի են գնացել Հովանավանք, քան նախորդ։ Ես ուզում եմ, որ մենք հասկանանք, թե կոնկրետ ինչ խնդիր է լուծվում իշխանությունների եւ իր տերերի կողմից, կոնկրետ Փաշինյանի ամիջական կուրատոր, որին ինքը հաշվետու է, որի հետ ամիջական կապի մեջ է, եւ դա Ալիևը չի դեպ, ասեմ ձեզ։ Ես կարծում եմ, որ դա Թուրքիայի նախագահն է, Էրդողանը։ Ինչ խնդիր է լուծում։ Այսինքն Փաշինյանը հիմա եկեղեցին պղծելու, իբր պատարակ մատուցելու, որի ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ հոգևոր տեսանկյունից իրավունք չունի։ Ստյոպիկ ասատրյան կոչվածը նման միջոցառման է, հա։ Իսկ Փաշինյանի ամբողջ շրջապատն էլ գալիս է Հովանավանք պատարակ լսելու։ Իրանց համար նորից եմ ասում, պատարակը Թաթայի կամ Ձախարութի համերգն է, գալիս են տժժում են։ Տարածքում ծխում են, առանց գլխաշորի ներս են մտնում, այնտեղ Չարենցավանի
քաղ պայմանագրից ավականու անդամին էլ հարցել էին հաղորդության պայն ասել էր ինչ է ինչ է սարել չէ այսինքն մենք հիմա արձանագրում ենք որ Փաշինյանը էս Հովանևանքը ինքը լավ ցուցիչ է ինդիկատոր է ով է Փաշինյանը եւ Փաշինյանի կողքը կանգնածները եւ կապ չունի այդտեղ շատ են քիչ են բայց փաստը մնում է փաստ որ շատ քիչ են ես ուզում եմ որ մեզ լսողները նաեւ հասկանան ինչ խնդիր է լուծվում մեր եկեղեցին գրոհելով վեապարին պարտադրելով որ հրաժարական տա որի իրավունք անգամ վեապարը չունի ներողություն պարոն Հապետյան մինչև կանցնենք բուն վեհարանի վրա գրոհի մայրաթորի որ եւ դրա իրական պատվիրատուների ու պատճառների երեք ներձակներ Հրաչյա Հակոբյանը ասում է գիտեք ինչու հոգեվորական չդարձավ գիտեք որ ասել է Երուսաղեմում սեռական ոտնձգություններ Ուրեմն այսօր երեք նախորդ օրը իշխանությունները տարածում են մի տեսանյութ որտեղ կարգալուծ է արվել մի կուսակրոն հոգևորական ես չեմ ուզում հարամացնել այդ անձի ոչ աստվածապանական գիտելիքների ոչ լեզուների իմացության որը իմ մտերիմները ինձ փոխանցեցին մոտքից գիտեն բավականին բարձր է այդ մարդուն այդ անձին նախին կուսակրոն հոգևորականին հեռացել են կարգալուծենարը որտեղ ուներ այլ սեռական կողմնորոշում ինձ հետաքրքիր է ասենք եւ դրանց եթեր են տալիս այսինքն այդ ձեր նշած անձը երբ ինքը իրեն ասել են ծնողները թե ով խորհուրդ են տվել որտեղ Երուսաղեմում այսպիսի բարքեր եւ այլն լավ դե ցեղ շպրտել առանձնապես մեծ ոչ խելքի ոչ խորագիտության ոչ էլ քաջության գծեր ունեցող անձը չի ցեղը ցանկացածել է ասենք նոր մի արվամուլ ասենք լրագրողի եթե չեմ սխալվում անի հանդեպեր դե հիմա ինչպես ասում են պետա Փաշինյանը ունի ինչ ունի եկեք մի բողոքեք էլի եկեք ընդունեք որ Փաշինյանի շրջապատը դա է ինչա ուզում եք իսկապես այդ միջոցառմանը գնային աստվածավախ հա տիրոջ պատվիրանները առավելագույն ձգտող պահող հոգևորականներ աշխարհակ ուզում եք այդպես չէ իրանք չեն գնա դե Փաշինյանի շրջապատը դա է եւ իրենք գնում են հիմա թե Փաշինյանը անդրակի ինչ է ասել թե Միջոց այդտեղ կային կանայք նաեւ մեր շավարի դրանց կային հավանելը ամենավերջին կեղտոտ բառը եկել էին սուրբ պատարագի իրենցի ասածով եւ ամենակեղտոտ բառապաշարով լա ես նորից եմ ասում Հովանևանքը ինքը լավագույն ինդիկատորն է ինչ ասել է Փաշինյան եւ իր շրջապատը չի իսկապես սա ես նախորդ մեր հաղորդմանն էլ եւ դրանից հետո էլ տարբեր տաղավարներից երբ խոսում եմ ասում եմ դրանք ուրացողների աղանդա հոկտեմբերի 26-ին ուրացողները որոնք 3 հարթությամբ են ուրանում երրորդը եղավ առաջին անգամ Հովանևանքում նախ ուրացել են Փաշինյանը եւ իր շրջապատը ուրացել են Արցախը եւ մեր զոհված տղերքին ընդ որում իրենց խոսքերով Փաշինյանի իր զուգընկերոջ օրենսդիր մարմնի ղեկավարի եւ այլոց ուրացել են ցեղասպանությունը եւ Արարատը եւ հոկտեմբերի 26-ին գործնականում իրենք հավատը եւ եկեղեցին ուրացան այսինքն իրականում մենք արձանագրենք որ այդտեղ հավաքվում են ուրացողներ եւ այդ ուրացողների խնդիրը իրենց ուրացումը ներկայացնել որպես ճշմարտություն սա է բայց ով է ներկայացնում մենք նայեցինք չէ եւ ես նայել եմ կանանց խոսակցություններն ասենք այդպես օրինակ ասենք նույն Փաշինյանը որը գոնե եթե գետ մի փոքր
որը չկա փաստորեն մի բարոյականության մշուլ անգամ ուներ, այդ կանանց կարգել այդ բառամթերքով, այդ կեցվածքով եւ այլն խոսել առանց լրագրողներ հետ, բայց դե ինքը այլ խնդիր է լուծում, ես դեռ եմ ասում, այստեղ շատ ավելի լուրջ խնդիր է լուծվում, քան այն անձինք, ովքեր որ այդտեղ գալիս են, ներկա են ստանում, մարզպետներ, Ալեն Սիմոնյանը դիմացավ մեկ շաբաթ։ Եվ այլոք եւս շատ քիչ դիմացան։ Բայց միևնույն է, այն համատարած վիճակը, որ պետք է գային իրենց ամուսիններով, զույգերով, չգիտեմ, երեխաներով եւ այլն, նման բան չկա։ Այդ թող գան, ասենք, մյուս եկեղեցիներով Ինչպես են գալիս մարդիկ, իրենց ընտանիքներով, իրենց զավակներով, իրենց թողներով, խոնարհությամբ, փեզությամբ, գալիս են ոչ թե պատարակ լսելու, այլ պատարակին մասնակցելու։ Եվ ես նորից եմ ասում, մեզ համար շատ կարևոր է հասկանալ ինչ խնդիր է լուծում, որովհետեւ մենք փորձենք նաև մեր քաղաքացիներին, նաև նրանց, ովքեր որ այս կամ այն չափ մոլորյալ են, ընդունենք այսպես էլի, այդ ճանապարհից հետ կանգնեցնել, որտեղ եթե մենք տեսնում ենք մեղքը, բայց դրա մասին չենք բարձրաձայնում, չենք ասում, մենք եւս այս կամ այն չափում մեղսակից ենք։ Պարոն Հարապետյան, նախորդ եթերում դուք ասացիք ինչն է Ստյոպային այդ ասատրյա, դրթում որ այս ամեն ինչին գնա, ըստ էության ակնարկելով, խոսելով, որ ըստ էության կոմպրոմատներն են։ Հիմա հաջորդ Կիրակի Փաշինյանը մեկ այլ եկեղեցի է որոշել թիրախավորել։ Ուրեմն երկու, չէ, ասենք այսպես։ Այս Կարգալուց հոգևորականի Ստյոպիկ Ասատրյանի ի զորակցություն, իբր մտքերը ասել, մյուսներն էլ զորակցել են այդ մտքերին։ Ճղճիմություն։ Ուրեմն երկու քահանա, մեկը որը Հովանա վանքում այդ դևերին մատուցում են, իրականում այդպես է, որտեվ տիրոջ տաճարը, որը բռնազավթված է, բռնազավթման հիմնական շահառու սատանան է իր դևերով։ Եվ դևերին իրենց մատուցած ծառայությունների համար երկու եւս քահանա են, մեկը ով Ստյոպիկ Ասատրյանի հետ Կիրակի օրը այդ տարածքում է, որը ես որքան գիտեմ ինքը Գեղարքունիքի թեմից է։ Եվ մյուսը նույն թեմից Արագածոտնի եկեղեցու անունը չգիտեմ, բայց գիտեմ, որ Թալինում է այդ Փաշինյանը, որ ասում է Թալին են գնալու եւ այլն։ Փորձում է այնտեղ շատ մարդ հավաքել, ենթադրում է, որտեղ այնտեղ իշխանական լծակներ ունեցող անձիկ բավականին մոտիվացված են Փաշինյանին ծառայելու, միգուցե այնտեղ շատ մարդ բերի։ Ես չեմ բացառում, ոչ թե իշխանական աթոռների վրայից հետույքները փոկել բերելով, այլ ուղղակի ժողովուրդ։ Այնտեղ եղբայրներ կան հայտնի, նրանք միգուցե բերեն ինչ որ քանակ, բայց այդ քանակը ոչինչ չի որոշում։ Հաջորդել կարող է ասենք անի Գեղարքունիքում եւ նույնիսկ եթե մի քանի տեղ էլ անեն։ Ավելին ասեմ, հիմա խոնարհված եկեղեցիներ ա վերանորոգվում։ Եվ վեհապար հայրապետի 3 քաղաքալության 26 տարին է լրացել եւ տասնյակներով եկեղեցու ծառաներ, այդ թվում նաեւ հոգեվորականներ, այդ թվում նաեւ կուսակրոն կարգալուց են արվել։ Հիմա այդ կարգալուց անձանց բերել մարդամեջ ինչ որ եկեղեցիներում, ինչ որ ցիսական կարգ կատարելու եւ այլն արդեն ակնհայտ է, չէ՞։ Ով է, ասում է, ասա ով է ընկերը, ասեմ ով ես դու։ Օրինակ Փաշինյանի ընկերը Ռոմաշկանա։ Փաշինյանի ընկերը Լաչար կանայք են։ Փաշինյանի ընկերը աղանդավորներն են, առանց գլխաշորի պատարակին մասնակցություն ունեցող։ Փաշինյանի ընկերը մարդիկ են, որոնք չգիտեն այդ տարածքում ինչ է տեղի ունենում, իբր հաղորդություն են տվել, խեղճ մարդն էլ չգիտեր այդ հաղորդություն, խորհուրդը եւ այլն եւ այլն։ Դե հիմա այդ պաշտոնյան խիստ հարաբերական է, հասկանում եք։
Եվ հետեւաբար եթե մենք ուշադրություն դարձնենք նույնիսկ եթե աշխարհագրությունը մեծացնի տեսականորեն այդ կարգալույց հոգևորականներին իրավունք տան ինչ որ ծիսական կարգեր անելու դեպ այդպիսի ծիսական կարգ որոշ կարգալույց հոգևորականներ փորձ անում էին Մարտունու եւ Գավառի կողմերը անել դերևս մի 4 տարի առաջ այդտեղի ժողովուրդը տենց սիրով բացատրեց այդ մարդիկ թողեցին հեռացան բացատրեց որ խոնարհված եկեղեցիներում պատարակ չեն մատուցում ծիսական կարգ չեն անում եւ այդպես շարունակ հիմա Փաշինյանը կարող է դրան գնա